Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Փաշինյան, իր վերջին ասուլիսում Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նախ ուրախություն ձեզ, նայել ձեզ է իր գանձը համարում, դուք ընդդիմությանն եք գանձ համարում, նայել որպես իշխանություն է ձեզ գանձ համարում, ասելով, որ այնքան եք տապալել ամեն ինչ, որ ընդդիմությունը մեծ շանսեր ունի, ավելին ձեր շանսերը զրոգնահատելով, ասաց, որ առնվազն երկու ընդդիմադիր ուժ կան, որ միասին կկարողանան ԿՊ-ին ջախջախել, մեկը իրենք են եւ մյուսը Սամվել Կարապետյանը։ Ինչ եք կարծում, արդյոք դուք այնքան գանձ եք ընդդիմության համար, որ կարող են ձեր սխալները ցույց տնելով ընդդիմությունը դառնալ իշխանություն եւ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը արդյոք կկարողանան ձեզ հեռացնել դաշտից։ Այդ հարցերի պատասխանը կտա ժողովուրդը։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դիմելու է ժողովրդին ընտրություններին մասնակցելու եւ քաղաքական գործունեության ձևով Հայաստանի կառավարման մանդատը եւս 5 տարի երկարացնելու հարցով։ Սա ընդ որում մենք դա անում ենք հռչակագրով։ Մենք դա արձանագրում ենք հռչակագրով։ Ինչ վերաբերվում է մեր շանսերին, մեր բոլորի շանսերի մասին գնահատականը կտա ժողովուրդը։ Այն որ մենք գիտենք, որ ես ինքս ասացի կուսակցության 7-րդ համաժողովի իմ ելույթում, որ այն քաղաքականությունը, որ մենք իրականացնում ենք եւ իրականացրել ենք 2021 թվականից ի վեր, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Այդ քաղաքականության հեղինակը մենք չենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան ցանկացած քաղաքական գործիչ կամ ցանկացած քաղաքական ուժ։ Այստեղ մի խնդիր ունի ժողովուրդը, որ ժողովուրդը մի միասնական ձեռք չունի, որ վերցնի եւ այդ ծրագիրը գրի եւ նաեւ 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի արդյունքներով եւ հետագա հաղորդակցության արդյունքներով մենք ենք դարձել այն ձեռքը, որը ձևակերպել է այդ ծրագիրը իրական Հայաստանի գաղափարախոսության տեսքով եւ իրականացնում է այդ ծրագիրը եւ ակնհայտ է ինձ համար, որ ժողովուրդը աջակցում է, պաշտպանում այդ ծրագիրը։ Հակառակ դեպքում եկեք հետահայաց նայենք 2021 թվականից այսքոմ իրադարձություններ։ Իմիջայլոց, եթե փաստորեն ըստ էության արվում է քաղաքական կանխատեսում, չէ՞։ Հիմա եկեք հետ գնանք, տեսնենք ինչ էին ասում այդ մարտիկ 2025 թվականի հունվարին։ Դե ի՞նչ է տեղի ունենալու։ Ամեն օր գուժում էին, որ պատերազմա լինելու եւ այլ։ Ես ինչ էի ասում։ Ես ասում եի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինելու պատերազմ։ Լինելու է խաղաղություն։ Գնանք 2024 թվի հունվար, տեսնենք ինչ էին ասում։ Այսինքն, ինչի համար եմ ասում։ Ասում եմ, որպեսզի դուք գնահատեք ոմանց կանխատեսելու ընդունակություններ։ Իրենք 2021 թվի ընտրություններին էլ էին այդ ասում։ Այդ չէին ասում։ Ասում էին, որ ձեր նշած անձը ասում էր, որ իրենք ասում են, որ պարտվելու են ընտրություններին։ Ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 2021 թվականի ընտրություններին։ Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններին։ Ճիշտ է, ասում էին, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են, են անելու են։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։